Վինար ընկերության հետ կապված ինչքան որ գումար ունեինք մենք հնարավորություն ստիպ գործել եւ մյուս ընկերությունների միջոցով դնելու եւ այս գումարը վճարելու դա արել։ Մնացորդի առումով ըստ Վինար ընկերության ճիշտ ենք հայտարարություն արվեստի ունի, բայց ըստ մեր տվյալներով չունի։ Դրա համար ենք, քանի որ չկար ինքնավարի կապանցիկություն, գնել ենք կապահարություն։ Ժամկետներ կարող եք ասել։ Չեմ կարող ասել, որովհետև դա դեռ քննարկվում է եւ բարբերաբար ճշտվում է, իրանք ասում են քննարկվում։ Պարոն նախարար, գյուղացուն քիչ հետաքրքրում Վինարի համար դիմել եք դատախազություն, թե ինչ է կատարվում ձեր եւ Վինարի միջեւ, գյուղացին մեր խաղի գումարը։ Կոնկրետ ինչ ունեք առաջարկել մարդկանց։ Իսկ ձեզ գյուղնախարարությունն է պատասխանատու գումարի համար։ Ընդհանուր պետությունում ստացված իրավիճակն է դրան, որ Չկա սուբյեկտ Վինար ընկերություն, որը պայմանավորվել է գյուղացիների հետ, կարող գնալու է վճարում, չի վճարում։ Որտեղ է գյուղնախարարության պատասխանատու։ Լծակներ ունեք բան առաքել։ Լծակը օգտագործել եմ։ Դրանից ավել ես չեմ կարող այսօր անել, բայց այդ լծակը, որը ես կարող եմ օգտագործել, օգտագործել եմ։ Նախկին վարչապետագործարարներին ստիպեց, քիչ ասած, որ ընդունել ընդունենք, բայց չգիտենք իրավիճակը ստեղծվեց հենց պետությունից։ Կառավարությունից։ Երբ որ բերքը ասեցին պետք է ընդունեք գործարարներին, առանց գործարարների համար բարենպաստ միջավայր ստեղծելու, որովհետև հայտնի է, որ ռուսական շուկա չէր արտահանվում կամ եթե արտահանվում էր, ապա չէր վաճառվում այդ արտադրանքը, իսկ դա էլ նրա հետևանք է, որ Հայաստանը անդամակցել էր երկրի։ Այս պահին Վինարն է, չէ՞ մենք, մնացածը փակել է իրենց պարտավորությունը 15 թվականին։ Ասում եք նախկինում Եթե Վինարն է, Վինարի հետ կապված ես ասեցի։ Ավել ես հաճ եք բարոյալ, ինչ արվելու, որպեսզի նման խնդիրներ չառնան։ Հաջորդիվ մենք մտածում ենք ֆինանսական մեխանիզմ շարքել, որպեսզի կարողանանք ստեղծենք հնարավորություն մթերողները մթերեն եւ վճարեն ժամանակին գյուղացուն։ Հիմա չեմ ուզում ծրագրերը բացեմ, որտեղ դա դեռ քննարկման մեջ է, պետք է ներկայացվի ընդհանուր գերատեսչությունների շրջանառվի, հաստատվի, հետո բայց մենք մտածում ենք ոնց անենք, որպեսզի գյուղացին իր վաճառված ապրանքի դիմաց վճարումը շուտ ստանա։ Դա իրոք լուրջ խնդիր է, մեծ ու համարյա ամենակարևոր խնդիրներից։ Երբ ազատացվեցի մթերումից ինչքան չվճարվեցին գյուղացիների նախորդ տարեվերջին։ Բավականին մեծ գումար էր, եթե չեմ սխալվում, մոտ 2 միլիարդի էր հասնում, բայց բոլորի հետ մենք հանդիպել ենք, քննարկել ենք, բոլորը ունեն իրենց մթերված ապրանքների գյուղացիների ձեռնարային տնտեսության հետ համաձայնություն, ժամկետների վճարումը, այս ժամկետների մարելու են, մենք էլ բարբերաբար հետևելու ենք այդ բարելավին։ Այսինքն մի քանի ամսից նորից գյուղացիների դուրս կգան բողոքի ակցիայի, արդեն ուզելով 2016-ի Եթե չվճարեն մթերողները հնարավոր է, մենք հետևելու ենք այդ մթերումներին եւ վճարումներին եւ եթե չվճարեն համապատասխան նորից մեր հնարավորությունները լծակներ։ Բայց ինչ է նշանակում, եթե չվճարեն բանակին, որովհետեւ ֆինանսական խնդիր ունենան, կարող է իրենք ֆինանսական խնդիր ունենան, կարող է իրենք դրամային շրջանառու միջոցներ չունենան, կարող է ասենց ասել, այս պահին չկա որևէ ընկերություն, որ չարաշահում չի վճարում։ 16 Չեմ կարող ունենալ։ Մնացել է 2 միլիարդ։ Եվ գյուղտեխնիկայի արտադրողների ձեր հետ հանդիպումները ինչ արդյունքներ են տվել։ Այս պահին մենք պատրաստում ենք արդեն ծրագիրը, ոնց են գյուղտեխնիկան լիզինգի միջոցով տրամադրելու գյուղացիներին։ Եվ նախնական պայմաններ ոչ չկա, հիմա մշակվում, որը նորից պետք է շրջանառվի։ Ես կան այն ինչ որ մենք ներկայացնելու ենք, բայց չեմ ուզում հիմա հայտարարել։ Ընկերությունները երկրները ոնց է աշխատելու։ Ցանկացած շուկան բաց է։ Դա կարող լինի ռուսական, կա ռուսական, Ռուսաստանում կա գերմանական եւ ռուսական գյուղտեխնիկա, որը մենք արդեն հանդիպումներ ունեցել ենք։ Ես Գերմանիայում եմ հանդիպում ունեցել գյուղտեխնիկա արտադրողների, Չեխիայից կա արձագանք, Լեհաստանից կա արձագանք, ինչ ասեմ, Բելարուսիայից կա արձագանք։ Կա ցանկություն, որ իրենք գան մտնեն շուկա եւ ներկայացնեն։ Մենք իրենցից պահանջելու ենք գները փակցվելու են, չլինելու սահմանափակում, թե ում հասնում, ում չի հասնում, բոլորին հասնելու, ով կարողանալու է վճարի եւ մասնակցի ծրագրին, կմասնակցի, կգնի